Հայաստանի տնտեսության նախարար Գևորգ Բաբոյան ընդունեց Հայաստանի մեջ հավատարմագրված Եվրոպական միության եւ Եվրոպական միության անդամ երկիրներու թիվանակիրական ներկայացուցիչներու ղեկավարներն ու ժամանակավոր հավատարմադարերը։ Նախարար Բաբոյան այս մասին գրած է թիմադեդրի իր էջին հանդիպման ընթացքին քննարկված են Հայաստանի տնտեսական թիմագայունության ամրապնդման եւ զարգացման ծրագիրները։ Մասնագետները կարևոր նկատած են հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններու ընդլայնման եւ արևդուրի թյուրացման հարցերը։ Գևորգ Բաբոյան նշած է, որ հայկական ապրանքները որակական առումով չեն զիջիր եվրոպական շուկայի մեջ առաջարկվող ապրանքներում։ Անդրադարձ կատարված է Եվրոպական միության անդամ եւ այլ երկիրներ արտահանման աջակցության ծրագիրներու ընթացքին պետական աջակցության կորձիկագազմին։ Հանդիպման ավարտին նախարարը պատասխանած է թե սպաներու հարցերուն եւ ներկայացուցած ոլորտի զարգացման ուղղված պետական քաղաքականությունը։ Եվրոպայի հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայեն հաջորդ շաբաթ Հայաստան պիտի այցելե հայտնեց Պոլիտիկոն։ Բադվիրագության գազմին մեջ պիտի ելա նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնագետար Մարտակոս ավելի գանուխ հայտարարված էր Քոսի Հայաստան նախադեсվող այցելության մասին։ Բարբերականին դվյալով այցը պիտի ելա աջակցության աստակ Հայաստանին Ռուսաստանի գոմեն ճնշումներու լույսին տակ, որուն հիմնական ուղերձն է այն, որ Եվրոպան կանգնած է Հայաստանի կողքին։ Բրյուսելի մեջ տարածքային կառավարման եւ յենթագառուցվածքներու նախարար Դավիթ Խուդատյան հանդիպում ունեցավ Թուրքիո երթևեկության նախարարին հետ քննարկված են երկիրներու միջև անցյալին աշխուժորեն օգտագործվող երկաթուղային եւ ճանապարհային գաբերու վերականգնման չանքերը։ Թուրք նախարարը X-ի հարթակին կատարված գրառման մեջ նաեւ նշած է, որ կողմերը քննարկած են Մեդաքսի ջամփուն գտնվող պատմական Աննի գամուրջի վերականգնման գործընթացը, խոսած այն քայլերու մասին, որոնք կվերակենդանացնեն համատեղ պատմության կարևոր հետքերեն մեկը։ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն մեկնարկած է իր մերձավոր արևելյան ճամփորդությունը առաջինը կատարելով դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, գահաղորդե Reuters գործակալությունը։ Աբու Դաբիի մեջ վայրեջքեն հետո Ռուբիոին հարց ուղղելով Իրանի հետ կնքված համաձայնության հետ կապված դաշնակիցներու անհանգստության մասին, Ռուբիոն ասաց է, որ պիտի քննարկեն նաև հարցեր, որոնք չեն ներառված փոխըմբռնման հուշագիրին մեջ։ Լրատվամիջոցը կհիշեցնե, որ Բարսից ծոցի մեջ Ամերիկայի որոշ դաշնակիցներ Թեհրանի հետ նախագահ Դոնալդ Թրամփի կնքած համաձայնությունը, որը կներառի նաև Իրանին վերագառուցման համար $300 միլիարդ հիմնադրամի հասանելիություն կդիտարկեն որպես շատ մեծ զիջում։ Երկիրները անհանգստացած են, որ Իրանը այդ գումարը կրնա օգտագործել իր ռազմական հզորությունը վերագառուցելու համար։ Իր հերթին BBC-ն հաղորդեց, որ Մարկո Ռուբիոն հայտարարած է Հորմուզի նեղուցին մեջ դուրքեր կանցելու անթույլատրելի լալու մասին։ Արաբական Միացյալ Էմիրություններեն հետո Ռուբիոն պիտի այցելե Քուվեյթ եւ Բահրեյն։ Վերջին քանի օրերու ընթացքին Ֆրանսիայի մեջ 40 անց խեղդված է փորձելով քետերու մեջ լողալով զովանալ։ Այս մասին հայտնեց Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուն։ Մրցակցային բարձր ջերմաստիճանի ալիքը տարածված է եվրոպական գարկմի երկիրներու մեջ, ընդգրկելով Անգլիան, Իտալիան, Զվիցերիան եւ Իսպանիան։ Դակի պատճառով խափանված է դպրոցներու աշխատանքը, զբոսաշրջային վայրեր փակված են, ինչպես նաեւ Էֆելյան աշտարակը։ Սպյուրքի կորձերու գլխավոր անձնագետարի գրասենյակի Քայլ Թեբիդուն ծրագիրի առաջին շրջանին մասնակցած է 120 սպյուրքահայ բադանիներ, կդեղեկացնեն Հայաստանի սպյուրքի կորձերու գլխավոր անձնագետարի գրասենյակեն։ Երկու շաբթվան ծրագիրի ընթացքին Ռուսաստանի Դաշնութենեն, Վրաստանեն, Իսպանիային եւ Ամերիկային ժամանած հայ բադանիներ արիթ ունեցան ավելի խորությամբ ճանչնալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, կատարելագործելու հայոց լեզվի իմացությունը, ձեռք բերելու նոր ընկերներ եւ ամրապնդելու գաբը հայրենիքի հետ։ Ծրագիրի առաջին շրջանի մասնակիցները արդեն հունիս 23-ին վերադարձան իրենց երկիրներ, իրենց հետ տանելով նոր գիտելիքներ եւ փորձառություն։ Քայլ Թեբիդուն ծրագիրի երկրորդ շրջանը պիտի սկսի հունիս 26-ին եւ պիտի շարունակվի մինչեւ հուլիս 8-ը, համախմբելով աշխարհի տարբեր երկիրներեն ժամանած նոր մասնակիցներ։ Ցեզիադեր Անի Զեյթունցյանը